Բարև հայրենակիցներ, օրակարգն է եթերում։ 88 թվականի այս օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց հայ բնակչության սպանդ։ Սրանով սկիզբ դրվեցին եւ շարունակվեցին հայերի նկատմամբ վայրագությունները Գանձակում, ապա Բաքվում, Մարաղայում, Շահումյանում եւ մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում եւ գյուղերում։ Միայն Գանձակ քաղաքում 1988 թվականի դրությամբ ապրում էր 45000 հայ։ Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ։ Նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում կյանքից բարբարոսաբար զրկվեցին երեխաներ, կանայք, տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների։ Իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր, ավերվեցին եւ ոչնչացվեցին խաղաղ բնակիչների տներն ու անձնական իրերը։ Բազմաթիվ փախստականներ տեղափոխվեցին նաեւ Արցախ։ Ինչպես են նրանք այսօր շրջափակման օրերին հաղթահարում դժվարությունները, պարզել են մեր գործընկերները։ 1988 թվականի փետրվարի 13-ին սկսված Արցախյան շարժմանն ի պատասխան ադրբեջանական ղեկավարությունը 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը իրականացնում է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդեր։ Տիկին Վալենտինայի ընտանիքը նույնպես Սումգայիթում էր ապրում։ Փետրվարի 27-ին իր ծնողների տարեդարձն էին տոնում։ Երեկոյան լսելով սկսված ցույցերի մասին, վտանգ զգալով ընտանիքի հայրը հյուրերին եւ ավագ որդուն ուղարկում է Բաքու, իսկ ամուսիններն ու երկու երեխաները մնում են տանը, հույսով, որ ամեն ինչ լավ կլինի։ Ընկերության եւ խաղաղության Խաչմերուկ փողոցում апրող Օհանյանների պատուհանից երևում էր հանդիպակաց փողոցի ջարդերը, բայց չգիտեին, որ նույնն իրենց Բակի ներսում է։ Когда уже шум появился в подъезде, уже понятно, что по подъездам ходит, а у меня папа был горя-дара, сказать, он был рослым человеком. Я говорю, боя вусатав. Մտալ Անտոն, papan Լուսյան ջատալա։ Վերլուսի միացրավ papan Կացինցեկավ, պատկերացրեք боя вусатав Кацинцеков, они немножко мандражем пен. И один заговорил на русском, Асма, вы что, гостей так встречаете? А они, значит, когда зашли, они выбили замок. Замок выбили и зашли. Папа сказал, гости так не приходят. Значит, папа с ними общается, а мы, значит, я и младший брат, и мама в другой комнате, чтобы нас не видели. Папа с ними говорил. И они сразу говорят, Асма, Лейтана Кацадгидумова, Сервандумон, Дехкарова, Погуни, Вескини, так лазились. А у нас на телевизоре копилка, у меня младший брат когда родился, папа эту копилку сказал, мне чеп таснул тарикан, тестан кашкан вакаланок. Они когда разбили, ну тогда рубли были, а еще были копейки, рубли, 50. Когда они собрали бумажки, стали собирать копейки, папа на Азербайджан сказал, что копеечник, эти деньги остались. Они когда ушли, папа сказал, они не успокоятся, они ничего не взяли. Ընտանիքին օգնության հասավ ռուս հարևանուհին, իրավիճակը լուրջ էր, եւ ընտանիքի հայրը վճռեց դուրս գալ Սումգայիթից։ Աստծո վերականում կենում։ Կամակ տեսնամակ Միխալ Турщиков вообще бехабар շոֆերը վերինչա կատարում Սումգայիթ вообще քաղաքում, видимо հրախտեղ ամպեն։ Կամա ավտովокзал ծրև եկած պատկերացեք շենքը իլալը, վետրկոմնետնի շենքը, ստղած պատծակալան իմի պատրվացալա։ Атесте. Ինքն եկալա ժողովուրդը լիկնայել, մացունցուկ նստավ ասում լի գիտեմ չի։ Лямок уже Сумгайита тускались, это было 29 утром рано. Мук тускались, нас значит, ГАИ пост останавливает автобус, Граган Кашим, и заходят советские войска, танки. Ну, мы благополучно поезжаем в Баку, доезжаем, и все. Честно сказать, папа потом идет в правительство, тогдашнее азербайджанское правительство идет, сообщает, берут его данные, мы же без документов, без ничего. Потом где-то к 8 марта папу зовут, ну, до 8 марта документы дают, папе новый паспорт выписывают, и уже войска в Сумгайите, мы едем, нам дают ключи от нашей квартиры. Честно сказать, мой троюродный брат, когда меня автобус сопорнал, ехал к парикамнеря, вершота лохчинвак, осмовесь ехал, он чертонский сломлять ценили. Говорит, восьма холодильника, пианино, кресло, кипен, лох, катина кутратвац. Батве кецак, тесалек, че, торнус кервам, че вер замоку кутраталя, замоку терять, мы исключим ту волмертаны. И к мотар тесалек. Единственное, что напоминает, что что-то было,
Մի վաննա, այն վաղտեն ալյումինիի վաննա քիվիրիլալը, պեն կորիդորը մտիրած, իշքան զիբիլի պեն վակած լող մեջ դիրած։ Մենակ холодильник-ն վերվածակացինավ, այդ ուստուց տվալն պեն։ Ոչմ սրկելիսին, լող սարկածը, պատից կրվածալ չի, մեր աբույն այլար, պեն, այդքան սարկամ չի, չինի կայքիքտն իդիլի, ռվամ չելի, պենը։ Դե մեր տոնը լավ описывал, сказала к Макреле, и нам журналистка пришла. Пришла, тоже с номами спин, и она задала вопрос, вы останетесь? Если я сам, а вы бы остались? А я и не останусь. Օհանյան ընտանիքը հայրենիք Արցախ տեղափոխվելուց հետո գնացել է Սումգայիթ, դատական պրոցեսին մասնակցելու համար։ Դատվում էին մի քանի կողոպտիչ տղաներ, դատավարությունն անարդյունք էր։ Վալենտինայի ամուսինը նույնպես փախստական է, Բաքվից։ Մինչև այսօր ամուսինները 10 վարձով բնակարան են փոխել։ Կառավարությունը շարունակում է խոստանալ, որ ապագայում նրանք բնակարան ձեռք կբերեն։ Օհանյանների մեծ հարսը Տիկին Էլադան նույնպես Սումգայիթից է։ Հուզմունքով է հիշում իրենց ադրբեջանցի հարևանին, ով փետրվարի 29-ին ցույց տվեց առաջին հարկում գտնվող նրանց բնակարանը։ Когда наши родители перепрыгнули через балкон, первый этаж у нас был, мама подвернула ногу. Папа, конечно, остался рядом с ней, а брат, ему тогда было 14 лет, ему было 14 лет, он стал вокруг них суетиться, не уходить, хотя папа давал ему всякими знаки: уходи, уходи. Эта толпа с той стороны на наших налетела, прутьями стали избивать маму. Когда они стали избивать маму, мы все очень хорошо говорили по-азербайджански. У нас у всех были хорошие оценки, у нас были очень хорошие друзья, поэтому всю эту ситуацию до сих пор невозможно воспринять как что-то такое, знаете, ну, не то, что нужно, а вот это все равно трагедия, это потом понимаешь. В общем, и мама моя, папа подошел к этой толпе и сказал на чисто азербайджанском языке, что он работал на химзаводе, был парткомом там, не маленький человек, и очень грамотно всем объяснил, что вы хотите от этой женщины, она и так сейчас умрет, у них дома столько золота, да отставьте ее мне. Благодаря его словам маму спасли. Именно этот период показал, насколько шаткая бывает политика любого государства, насколько люди бывают беззащитные. Потом, чтобы приехать в Карабах, нам помогали наши азербайджанские друзья, папины друзья. Наши, знаете, мы не считали, что они наши родственники, но они были очень близки. Вот эти люди взяли к себе домой нас, мы у них дома отсиделись, а потом всех собрали в клубе СК и уже оттуда переправляли кого как могли. Սումգայիթից փախստական ընտանիքները մեծ դժվարությունների առաջ են կանգնում հայրենիքում, բայց նրանց ոգին ուժեղ է, խնդիրները լուծելի։ Շարունակում ենք ծրագիրը։ Օրերս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Հաղթանակ որպես կարելի է որակել այս որոշումը, թե հերթական կոչն է առանց արդյունքի, այս և այլ հարցեր այսօր կքննարկենք փաստաբան միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես որոշումը կայացված է, այն որոշակի տրամադրություն է ստեղծել ինչպես Արցախում, կարծում եմ նաև Հայաստանում, սակայն ճանապարհը շարունակում է մնալ փակ։ Սա, ինչպես որոշները որակում են, գործիքակազմ է պարզապես նոր Հայաստանի դիվանագիտության ձեռքում Ադրբեջանին պատժելու, զսպելու, ճնշումներ գործադրելու համար, թե այդուհանդերձ ենթադրելի է, որ արդյունքը արագ չի լինի, բայց կլինի։ Արդեն հասկանալի է, որ արդյունքը արագ չի լինի, որովհետև պատկերացրեք Ադրբեջանը ինչ մեծ ռիսկերի արդեն գնում, որովհետև նա արդեն բացեի բաց հակադրվում է միջազգային հանրությանը։ Ի վերջո Հաագայի դատարանը դա ամենահեղինակավոր միջազգային ատյանն է, եւ եթե որևէ բան այս դատարանը ամրագրում է, ապա դա ինչպես ես բազմիցս նշում, արդեն ամրագրում է այդ հանգամանքը որպես աներիբարորեն հաստատված փաստ։ Նման դատական ակտերը միջազգային տրիբունալների կողմից պետք է ընկալել որպես պրոցեսի բաղկացիչ մաս, որովհետև երբեք մեկ դատական ակտով խնդիրը չի լուծում։ Այն այնպիսի խնդիր, որտեղ դրված է մի կողմից զինված հակամարտության հանգամանքներ, մյուս կողմից դրված է համայնքի անկախության հարցը։ Ուստի սա պրոցես է, եւ մենք այսպիսի դատական ակտեր դեռ շատ ենք ունենալու։ Ուղղակի ամեն մի դատական ակտ իր հետ բերում է ավելի ու ավելի քիչ մանևրելու հնարավորություն
Ադրբեջանին միջազգային մարմինների, այդ նաև գործընկեր կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպական միության դեմ։ Այսինքն սա նոր իրողություն է կարելի համարել Ադրբեջանի համար, որտեղ Ադրբեջանը գործողությունների ազատության ավելի քիչ հնարավորություն է ստանում։ Կարող եք որակել սա որպես ընդհանուր իրավական ոլորտի հետևողական աշխատանքի արդյունք, թե գուցե շրջափակման այս օրերին ավելի շատ հարցը բարձրաձայնելու, ճգնաժամ բարձրաձայնելու, տարածելու խնդիրը արդյունք է։ Նույնիսկ ճգնաժամային իրավիճակում դատական հայց բերելը կարող է հայցը մերժվել։ Սա առավել շատ ես դիտարկում եմ որպես հետևողական աշխատանքի արդյունք։ Ընդհանրապես իրավական գործընթացներում մի իրավական գործընթաց հրում է առաջ է տանում կամ ստեղծում է մեկ այլ իրավական գործընթաց։ Այն իրավական գործընթացները, որոնք սկսվեցին Հայաստանում 2009-10 թվականից, աստիճանաբար արդյունք են տալիս 6-7 տարի հետո։ Հիմա եթե չլիներ Հայաստանի նախկինում ներկայացած դիմումները Հաագայի դատարանում, այդ թվում նաև Մարդուրանքների Եվրոպական դատարանում, մենք չէինք ունենա առնվազն միաձայն դատական ակտ ընդդեմ Ադրբեջանի, ուշադրություն դարձրեք 13-ը ընդդեմ ոչ ոքի, այս ձայների համամասնությամբ է, իհարկե այստեղ համամասնություն չկա, լուծվել այս դատական ակտը, այսինքն Ադրբեջանի բերած հայցը կամ Հայաստանի ներկայացրած պնդումները այն աստիճանի առարկայական էին, որ եւ արդեն միջազգային հանրության կարծիքը այնքան միասնական է Ղարաբաղի հարցում եւ այնքան շատ են դրանք արտահայտվել, որ դատարանը ուղղակի չէր կարող այլ որոշում կայացնել, օրինակ նշել, որ ճանապարհը շրջափակված չէ, կամ որ բացառապես Ռուսաստանն է պարտավոր ճանապարհի բեռների փոխադրումները ապահովել։ Բայց դատարանները սովորաբար արձանագրում են այն, ինչ որ արդեն լավ հաստատված է միջազգային հարաբերություններում։ Իսկ կան կոնկրետ ժամկետներ սահմանված չկատարելու դեպքում ինչ արձագանք կլինի կամ ինչ քայլեր կհետևեն դրան։ Դատական ակտում չկա որևէ ժամկետ սահմանված, այստեղ մենք պետք է հենվենք սովորույթների վրա, սովորութային ընթացակարգերի վրա, որպես կանոն մի քանի ամիս անց արդեն դատարանը կարող է նոր որոշում կայացնել, ամեն ինչ կախված է հետագա զարգացումներից։ Ամեն ինչ կախված է թե Ադրբեջանը ինչ փաստարկներ կամ ինչ փաստեր կներկայացնի, բայց Հայաստանը արդեն հայտարարել է, որ հետևողական է լինելու եւ շարունակ նոր հանգամանք, նոր փաստեր է ներկայացնելու դատարանը։ Մենք կարող ենք մի քանի ամիս հետո արդեն վկայել հաջորդ դատական ակտի կայացմանը։ Ասենք օրինակ նախորդ դատական ակտը 1 տարի առաջ էր կայացվել 2021 թվականի դեկտեմբերին։ Այնպես որ որոշակի պարբերականությամբ կարծում դատարանը անդադ անդրադառնալու է։ Պետք է պարզապես հետևողական լինել։ Այսօր արդեն արձանագրում ենք Արցախի շրջափակման 78-րդ օրը, որի ընթացքում միջազգային բազմաթիվ հարթակներում բարձրացվել է եւ լրատվամիջոցների օգնությամբ եւ խորհրդարանական մակարդակով, իրավական մակարդակով մարդու հիմնարար իրավունքների խախտման փաստերը, որոնք հումանիտար այս ճգնաժամի պայմաններում արկա են Արցախում։ Արդյոք բավարար եք համարում դրանց արձագանքները եւ ինչ իրավունքների մասին էր խոսքը, որոնք արձանագրվեցին խախտումներ։ Իրավասու մարմինների կողմից խնդիրը բավարար չափով բարձրաձայնվում է, արձանագրվում է, խնդիրը նույնիսկ բարձրաձայնվում է Ադրբեջանի գործընկեր միջպետական կազմակերպության Եվրոպական միության կողմից։ Չեմ ասում Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի խորհուրդն էլ վերջերս ուղարկեց փաստավակ առաքելություն, վերջին փաստավակ առաքելությունը 1 տարի առաջ էր, սովորաբար 3-4 տարին մեկ է դա կատարում, բայց այս անգամ մի քանի օր առաջ կոնկրետ հենց Լաչինի միջանցքը դիտարկելու նպատակով էին փաստավակները եկել Հայաստան։ Այսինքն միջազգային հանրության ուշադրությունը հաշվի առնելով նաև որ այսօր թիվ 1 խնդիրը Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունն այս կոնտեքստում ես կասեի միջին է, միջինից մի փոքր բարձր։ Իհարկե կարող է ավելի ակտիվ է լինել, բայց դա արդեն կախված է նախ դեպքերի հետագա զարգացումներից եւ կախված է նաեւ միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար այս հարցով Հայաստանի ակտիվությունից։ Արցախից ինչ ակնկալիքներ ունեք կոնկրետ այդ նույն գործընթացները հետևողական իրականացնելու արդյունք ապահովելու համար։
ինչպիսի ակտիվություն պիտի լինի այստեղ, թե իրավական կառույցներից, թե մեդիա դաշտում, թե հասարակ քաղաքացիների կողմից այս իրականացվող խախտումների հետ կապված։ Դե իրավական գործընթացներում ամենակարևոր ապացույցն է, իսկ ապացույցները առաջերտին ստացվում, ամրագրվում են հենց Արցախում, Արցախի իրավապաշտպան կառույցների, պետական մարմինների, այդ նաև օմբուդսմենի գրասենյակի կողմից։ Եվ եթե նկատել եք, այդ ապացույցները անհերքելի են, դեռ ոչ մեկի մտքով չի անցել, բացի Ադրբեջանից բնականաբար, հերքել կամ ոչ բավարար համարել թեկուզ օմբուդսմենի կամ պետական կառույցների ներկայացած ապացույցները։ Միակ հաստատ, որ մինչև հերքվել է, այսինքն ոչ թե հերքվել է, չի հաստատվել, դա գազի արգելափակումն էր, բայց եկեք համաձայնվենք, որ մենք մեր աչքերով չենք տեսնում, թե որտեղ, ով եւ ինչպես է գազը անջատում։ Եվ դատան այստեղ չեմ ասում իրավացիորեն, բայց կարելի է հասկանալ դատանի մոտեցումը, բայց մի քանի ամիս անց արդեն նոր հանգամանքների դեպքում դատանի որոշումը կարող է փոխվել։ Այնպես որ ձեր հարցին պատասխանեմ, ինչ դերակատարումն է Արցախը, առաջտեն իհարկե, որովհետև ապացույցները առաջին հերթին ստացվում, ամրագրում եւ ներկայացվում են հենց արցախցիների կողմից։ Այնպես որ շատ կարևոր է ակտիվությունը Արցախում, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների, նաեւ իրավապահ մարմինների ակտիվությունը։ Այս օրերին չեն կարող չանդրադառնալ նաև Սումգայիթյան դեպքերին, 88-ի հենց այս օրերին, փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, հետագայում նաև այլ քաղաքներում, որտեղ կար հայ բնակչություն, վայրագություններ, էթնիկ զտման վարդրսևորումներ էին արտահայտված, ինչը ցավոք էլի պատշաճ գնահատականներ չստացավ յուր ժամանակին, ընդհակառակը նույնիսկ ծնեց նոր հանցագործություններ, քանի որ անպատժելի չպատժվեց։ Հաշվի առնելով, որ այն ժամանակ Խորհրդային Միության տարիներն էին, հայ բնակչության պաշտպանման, իրավական պաշտպանման պատասխանատվությունը ով էր կրում եւ ինչ սխալներ մենք ունեցանք հենց այդ ընթացքում, փաստահավաք այդ գործունեության առումով եւ այլ։ Ես կարծեմ, որ 2002 թվականին, երբ որ Հայաստանը դարձավ կոնվենցիա անդամ պետություն, այդ ժամանակ արդեն պետք էր նախաձեռնել 88 թվականի Սումգայիթի փաստերով դատավարություններ, որը չարվեց։ Դրա փոխարեն 93-ից 4 թվականի պատերազմի զոհերի, այն էլ միայն գույքային իրավունքի մասով դատավարություններ նախաձեռնվեցին։ Իմ կարծիքով դա բաց թողում էր, բայց պետք է նաև նշել, որ գուցե այն ժամանակ բավարար ռեսուրսներ չկային, որպեսզի այդ ծանր բեռը ստանձնեին, ասենք, մասնավոր կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը կամ էլ կառավարությունը։ Բայց Հագայի դատարանում հարուցված վարույթում արդեն վերադառնանք 2022-23 թվականներ։ Դատական հայացքը սկսվում է հենց 88 թվականից։ Այսինքն այն, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պարտավորությունը ռասայական խտրականության արգելքի ուղղությամբ կանխարգելող եւ պատժող բնույթի միջոցներ չի ձեռնարկում, Հագայի դատարանում Հայաստանը հայցը ներկայացնում է 88 թվականից, բնականաբար նաեւ ներառելով հենց Սումգայիթի դեպքերը։ Եվ այդ դատական որոշումը կարող է որոշակի զարգ տալ նաև 88 թվականի զոհերի վերաբերյալ, ես չեմ ասում անպայմանորեն դատավարության մեկնարկում, բայց պետությանը պատասխանատվության կանչել հենց նաև Սումգայիթի դեպքերի առնչությամբ։ Ես դա շատ կարևոր է, որ հենց Սումգայիթի դեպքերը մտան այս դատավարության շրջանակներում։ Այսինքն նման գործընթացները վաղեմության ժամկետ չունեն։ Կարելի է այն բոլոր աշխատանքները, որ կատարվել են ապրիլյան պատերազմի, ռազմական հանցագործությունների մասին, գերիների խոշտանգումների հետ կապված, այդ ամենը ընդգրկել նաև նույն գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար։ Սովորաբար այո, խոշտանգման գործերը վաղեմության ժամկետներ չունեն, բայց բոլոր դեպքերում կոնվենցիան էլ չի կարելի հետադարձ կիրառել։ Հայաստանը եւ Ադրբեջանը կոնկրետ խտրականության, ռասայական խտրականության արգելքի վերաբերյալ կոնվենցիային միացել 91-92 թվականներին։ Այս առումով կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Բայց նման հանցագործությունները չհետաքննելը դա արդեն շարունակական բնույթ ունի եւ կարող է խախտումը շարունակվել, եթե սկսվել է մինչև կոնվենցիայի վավերացումը, կարող է շարունակվել նաև կոնվենցիայի վավերացումից հետո։ Հենց այդ հիմքով է Հայաստանը Ադրբեջանի կողմից վավերացված 91-92 թվականին վավերացված կոնվենցիան
նաև կոնվենցիայի շրջանակում նաև ներկայացնում փաստեր, որոնք տեղի են ունեցել 88 թվականին, բայց այն, որ մեղավորները չեն հայտնաբերվել կամ պատժվել են, բայց կարճ ժամանակ հետո բաց են թողնվել եւ շատերը մնացել են անպատիժ, այդ խախտումը այո շարունակվում է եւ դա վաղեմության ժամկետի չի ենթարկվում։ Եվ փաստում ենք այդ խախտումները, փաստերը իսկապես հաստատում են հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով, կրել են հայրենազրկման եւ ոչնչացման բնույթ, ընդհանուր նման նախադեպեր եղել են այդ տարիներին հետագայում եւս որոշակի գոնե պատժամիջոցների զսպման ինչ-որ մեխանիզմների նախադեպ ունեցել ենք այս տարիների ընթացքում։ Նախադեպ գուցե դուք նկատնեք դատական ակտ։ Եթե նկատունեք 88 թվականի վերաբերյալ սովետական դատարանները բազմաթիվ որոշումներ են կայացրել, բայց կարճ ժամանակ հետո ես նշեցի այդ մարդիկ ազատ են արձակվել, բայց այդ դատական ակտերը արդեն դրանցով ֆիքսվել են, ամրագրված են փաստեր։ Այսինքն դրանք հիմք կարող են դառնալ հետագայում շարունակելու։ Այո, դրանք հիմք կարող են դառնալ, որովհետև այն ինչ որ տեղի ունեցել 80-ական թվականներին չի նշանակում դա շարունակություն չի կարող ունենալ։ Հենց թեկուզ եթե վերցնենք Սարգսյանի գործը, ապա Ադրբեջանի սովետական օրենքներով ամրագրված բնակարանի իրավունքը, գույքային իրավունքը, որը անձը կորցրել է զինված հակամարտության արդյունքում, եվրոպական դատարանը համարում է, որ շարունակվում է այդ իրավունքը, նույնիսկ դրանից 25 տարի հետո, անկախ Ադրբեջանի փաստարկներից, որ այդ իրավունքը ճանաչված է եղել սովետական օրենքով, որը գոյություն չունի այժմ։ Անկախ դրանից մարդու իրավունքը, եթե հանրային իրավունքի ուժով մեկ անգամ ընդունվել է, ապա դա շարունակվում է մինչև մարդու մահ, անկախ նրանից տվյալ տարածքի վերաբերյալ պետությունների իրավազորությունը փոխվում է թե ոչ։ Այսօր արձանագրում ենք, որ աշխարհում տեղի ունեցող տարբեր հակամարտությունների պայմաններում բռնի տեղահանված բնակչությունը որոշակի արտոնություններ ստանում է, տարբեր եվրոպական երկրներում ապահովում են նրանց համապատասխան պայմաններով, տարբեր աջակցությամբ ծրագրերով եւ այլն, նման նախադեպ չկար 88-ին, երբ եւ ոչ միայն 88-ին, տարբեր տարիների, երբ մեր հայ բնակչությունը բռնի տեղահանված աշխարհի տարբեր ծայրերում ոչ մի աջակցություն, ոչ սոցիալական, ոչ միջազգային իրավական բարոյական չուներ։ Իսկապես երկակի ստանդարտներ են գործում ամենուր, քաղաքականությունը եւս այստեղ կարեւոր է ըստ ձեզ նաեւ մեր ժամանակներում։ Այստեղ ես կարող եմ չհամաձայնվել ձեզ հետ, մասնավորապես իրավական աջակցության մասին եթե խոսք է, ապա բազմաթիվ անձինք ստացել են ներկայացել են ապաստանի հայտ եւ ստացել են փախստականի կարգավիճակ, ովքեր Ադրբեջանից են տեղահանված եղել 88 թվականին, 90 թվական Բաքվից եւ այդ մարդիկ ստացել են փախստականի կարգավիճակ եւ Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում եւ եվրոպական երկրներում։ Նույնը տեղի ունեցել նաեւ 16 թվականի 2016 թվականի զինված հակամարտության շրջանակներում որոշ մարդիկ ստացան էլի ապաստանի հնարավորություն եւ նրանց իրավունքները ելնելով չվերադարձնելիության այս հիմնարար սկզբունքից հարգվեցին։ Այնպես որ իրավական աջակցություն ստացել են, որովհետև Արցախում թերևս չեն ստացել, քանի որ շատերը տեղափոխվեցին նաև Արցախ, մինչ այսօր նրանք այդ կարգավիճակը, սա էլ կարելի է համարել նաև Արցախի չճանաչվածության, տվյալ ժամանակահատվածում խնդիրների հետ կապված, այդուհանդերձ եւ նման իրավիճակում գտնվում են հենց այն համայնքները, որոնք չճանաչված են որպես սուբյեկտ, դա նաև վերաբերում է Աբխազիային, վերաբերում է ժամանակին Աջարիային, Օսեթիային, Մեզնեստրյան հանրապետությանը, որոնք չճանաչված սուբյեկտներ են, բայց մարդու իրավունքները կախված չի նրանից, թե ճանաչված են կամ ճանաչված չեն։ Հետևաբար, եթե իրավական առումով չվերադարձնելիության սկզբունքը հարգվում է, մարդիկ ստանում են ապաստանի հնարավորություն, որտեղ հնարավորություն չունեն վերադառնալ իրենց ծագման երկիր, ապա դուք նշեցիք նաև սոցիալական ծրագրերը, այո, սա կախված է նաև շատ հաճախ տվյալ տարածքում ապրող բնակչությունը ճանաչված սուբյեկտի քաղաքացիներ են թե ոչ, համաձայն եմ ձեր հետ, բայց շատ բան կախված է նաև տարբեր տեսակի օգնության համայնքային ծրագրերից, որտեղ որ դրանք ակտիվ են, ապա բնակչությունը ստանում է այսպիսի աջակցություն, բայց աջակցությունը բնականաբար վերջնական խնդրի լուծում չէ։ Ինչ անել, որպեսզի կանխենք հետագայում նման մարդու հիմնարար իրավունքների խախտումները,
վայրագությունները նման, որոնք կատարվում են նաև ոչ վաղ անցյալում 2020 թվականի պատերազմի ընթացքում, ինչ անելիքներ ունենք ամեն մեկս մեր մասնագիտության, մեր գործում եւ ընդհանուր համահայկական ուժերը, եթե փորձենք միավորել եւ արդյունավետ օգտագործել, որոնք են մեր անելիքները։ Պետք է մտածել, թե ընդհանրապես պետությունների, որոնք միջազգային հարաբերություններում հիմնական դերակատարներն են, ինչն է փոխում պետությունների վարքագիծը, ինչն է ազդում պետությունների վարքագծի վրա միջազգային հարաբերություններում։ Առաջին հերթին խնդրի բարձրաձայնելը, երկրորդը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, երրորդը ես կասեի նոր արդեն գալիս են դիվանագիտությունը, տարբեր տեսակի քաղաքական որոշումներ, բայց հիմնականում պետության վարքագծի վրա ազդում են այս խնդիրների բարձրաձայնելը։ Հետևաբար մեր խնդիրն է շարունակել բարձրաձայնել եւ ոչ միայն իրավական հարթակներում, այլ նաեւ կիսաիրավական հարթակներում, ոչ իրավական հարթակներում բարձրաձայնել խնդիրները, ներկայացնել ապացույցներ եւ դա անել շարունակաբար։ Դա ես վստահ եմ անպայման պետության վարքագիծը, տվյալ դեպքում Ադրբեջանի վարքագիծը փոփոխության կենթարկի միջազգային հարաբերությունները։ Գիտենք, որ նաև Արցախի ներկայացուցիչների, իրավական ոլորտների ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկումների միջոցով այս նույն խնդիրների մասին խոսում եք, բարձրաձայնում եք, ինչպես է գնահատում հետագա ձեր գործունեությունը նաև արցախյան իրավական կառույցների հետ։ Կոնկրետ իմ գործունեություն նկատում եք։ Ես իրավաբան եմ, ես զբաղվում իրավական գործընթացներով բացառապես, քաղաքական գործընթացներով կամ քաղաքական վերլուծներ չեն անում։ Ես կոնկրետ անհատական գործեր եմ վերցնում եւ մարդու իրավունքների պրիզմայով ներկայացնում միջազգային մարմիններին, ունեմ գործեր, որոնք դեռ սպասարկում են, որոնք դեռ չեն ավարտվել եւ ունեմ նոր գործեր, որոնք նոր եմ վերցնում։ Միաժամանակ նաեւ հետազոտություններ եմ կատարում, հիմնականում թե ինչպես են փոխհարաբերում մարդու իրավունքները միջազգային հումանիտար իրավունքի հետ եւ միջազգային սովորութային նորմերի հետ։ Իմ գործունեությունը սա է, այսինքն այն ինչով ես զբաղվել եմ նախկինում, հիմա էլ շարունակել եմ զբաղվել, բայց ուրախալի է, որ այժմ պետությունն է շատ խնդիրներ վերցրել իր ձեռք եւ ավելի համակարգված կերպով է սա ներկայացնում միջազգային մարմիններին։ Իմ գործունեությունը կոնկրետ ես տեսնում եմ այս երկու ուղղությամբ, մեկը իմանալական գործերը շարունակել ներկայացնել միջազգային ատյաններում եւ երկրորդ որքան հնարավոր է աջակցել պետական մարմիններին միջպետական գանգատներում։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար, հիշեցնեմ, որ զրուցում էինք փաստաբան միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ այսպես այսքան օրակարգի համար շարունակեք հետևել մեր եթերին, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ 1988-ից 90-ական թվականներին ի պատասխան արցախահայության ձգտմանը իրացնելու իր ինքնորոշման իրավունքը Ադրբեջանում թափառավ հայկական ջարդերի ալիք, որն ուղեկցվում էր իրենց դաժանությամբ նախադեպը չունեցող սպանություններով, բռնություններով եւ կողոպուտով։ Տասնյակ հազարավոր հայեր թողնելով իրենց բնակավայրերը ենթարկվեցին տարագրության։ Շատերը հաստատվեցին Արցախում։ Նելի Մանասյանը ամուսնանալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու քաղաք։ Ցավով է հիշում այդ տարիները։ Ասում է տարիներով տուն են շինել, աշխատել եւ մեկ օրում ամեն ինչ թողնելով հեռացել։ 88 թվականի որքան հիշողությունս ինձ դավաճանում չի, երևի փետրվարի վերջերքին է, թե վերջի ժամանակահատվածում որոշած քրակյան հորս տեսակցության երեխաներով ճանապարհին ադրբեջանական հիշում չունի ինչ գյուղա այդ ադրբեջանցիները մեր ավտոբուսը քաշալնի դեպի կողքի գյուղը, չգիտեմ ինչ գյուղը, անուն գիտեմ ինչ գյուղը, ու այդ ջահել եւ 10 տղաները նրա սկսան փայտերով, քարերով ավտոբուսով քարկոծելը։ Այդ ժամանակ երեխաները գետնին պարկալում իրանց իրան, այնքան վեհուց երեխաները վնասվի մեջ, այնտեղ մեծահասակ մարդիկ ելն էլ այդ մեծահասակ մարդիկան միջամտավ վեր պենչիան իրանք վնասի մեջ ներսում կանայք շատ կանայքն էլ ախր մեծահասակ մարդիկն էլ իրանց օգնությամբ իրանց ուղեկցությամբ ավտոբուսը հանալ մեր գյուղից բերալ մայրուղի ու եկալ Մարտունի
Նա ինձ հետո իր հետ քեցավ չկա։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ամուսինը 3 անգամ վիրավորվել է։ Շուշիի ազատագրումից հետո բնակություն են հաստատել Շուշիում։ Նորից տուն կառուցել, այգի տնկել, երեխաներին մեծացրել այն համոզմամբ, որ այլևս չեն թողնի իրենց տունը։ Սակայն 28 տարի անց 44-օրյա պատերազմից հետո նորից թողնելով իրենց տունը բնակություն են հաստատել Ստեփանակերտում։ Նելի կրտսեր որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Կռվել է ամենաթեժ գոտիներում, սակայն հոկտեմբերի 10-ից առ այսօր ոչ մի լուր չունեն։ 44-օրյա պատերազմի ժամանակ փոքր տղաս հոկտեմբերի 10-ին 2020 թվականին հայտնել են, որ իբր զոհվել է։ Ինձ այսօր ոչ մի տեղեկություն չկա նրա մասին։ Որ դրունթային նույնականացում կա։ Ոչ մի տեղեկություն, բացարձակ ոչ մի տեղեկություն չկա նրա մասին։ Փախստականների միության նախագահ Սարո Սարյանը նշում է, որ 90-ականներին ադրբեջանական քաղաքներում պետական մակարդակով հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունների հետևանքով մեր հայրենակիցները միջազգային հանրության կողմից չեն ճանաչվել։ Еще в начале Карабахского движения первая волна беженцев из Азербайджана, основная часть из Сумгаита, прибыли тогда еще в Нагорный Карабах. Потом последовали другие волны. Это Баку, это Кировабад и другие. Даже, я могу сказать, у нас были беженцы из Агдама, из Бердии. Кировабадские были, хотя многие кировабадские сразу уехали в Армению. И на тот период в Нагорно-Карабахскую республику в Арцах прибыло более чем 100 тысяч беженцев из Азербайджана. И тогда же они стали выезжать. Проблема в том была, что все-таки аграрная республика, многие были горожане, инженеры, врачи и так далее, и плюс чисто в количественном плане. Размещали их, правда, в тот период по общежитиям. Кстати, тогда же нужно отметить, что тогда еще советские власти стали строить дома для беженцев. В Арменовании, в Ачапняк, а чуть позже Ачапняк, и в разных кварталах Степанакерта стали строить финские дома. То есть тогда просто к этому вопросу отнеслись очень хорошо. И беженцев пытались разместить, но такое количество беженцев невозможно было вместить. И плюс еще потом начало, после провозглашения Нагорно-Карабахской республики, мы знаем, что Азербайджан вероломно напал на новосозданную, нашу Арцахскую республику, и тогда тоже был большой поток беженцев уехало. Но во время войны и сразу после более 35 тысяч беженцев где-то на период 95-97 год у нас было. Самое главное, то, что нам не удалось решить, вопрос получения международного статуса. Может быть, это также было причиной того, что невозможно было этим людям возместить оставленное имущество в Азербайджане. Своими силами, если как-то удалось кому-то что-то привезти, это получилось. Но, в общем-то, мы, кстати, тогда был комитет Вольского. Мы подходили большими такими группами, предоставляли списки наших квартир в Азербайджане, чтобы они помогли нам вывести эти вещи, но так и нам не помогли. А потом у нас была информация, что именно по этим спискам наши дома грабили. Вот такая была ситуация. То есть беженцев из Азербайджана и не смогли вывести свое имущество в основном. Не смогли обменяться. Тот, кто обменялся, неравноценные обмены были. И даже в Арцах, и в Армению. И не получили международный статус беженца, то есть не получили признание международное. И поэтому беженцы из Азербайджана, можно сказать, пострадали вдвойне. Но другой вопрос, что именно та часть беженцев, которая прибыла в Нагорно-Карабахскую республику, это были именно те армяне, которые помнили, что они армяне. И они включились в Карабахское движение. Сразу после войны, перемирия, наша организация стала регистрировать вынужденно переселенных лиц. Дело в чем? Дело в том, что многие беженцы из Шуши, в том числе из Гадрута, Мардакерского, Аскеранского района, ВПЛовцы, вынужденно переселенные, они были бывшие беженцы из Азербайджана. На этой почве мы также стали регистрировать чисто насильственно перемещенных лиц. У нас более 20 тысяч зарегистрированных
лиц из Мардакерского района, которые были сданы из Шуши, Гадрусского района. Эти люди, они тоже беженцы, но они квалифицируются по международным законам как вынужденно переселенцы. Они обладают те же правами пострадавшего, как и беженцы. Ну, для этого нужно просто было сделать первый шаг, который до сих пор не удалось сделать нашим властям. Այսօր շատ տեղահանված արցախցիների ճակատագիր նույնպես մնում է անորոշ։ Ադրբեջանը շարունակում է իր վայրաքաղաքականությունը, իսկ աշխարհը նորից լուռ է։